Ուրեմն մենք չպետք է սրենք հարաբերությունները Թուրքիայի հետ, պետք է փորձենք այո լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ։ Միակ գործիքը ունենալ այնպիսի գործընկեր, որը զսպելու է Թուրքիայի ախորժակ Հայաստանի նկատմամբ։ Ուղղակի հարաբերությունները պետք է վերականգնել գործընկերային ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, ներառել նաև Իրանի գործով։ Դուք կարծում եք, թե Հայաստանում, եթե ինչ-որ մեկը խոսում է արևմտյան Հայաստանի մասին, դա վտանգ է Թուրքիայի համար, ոչ մեկը այդ վտանգը որպես վտանգ չի դիտում։ Իմ տպավորությունը, թե Նիկոլ Փաշինյանը իրական Հայաստանը ավելի շատ տեսնում է արևմտյան Ադրբեջանի կոնտեքստի մեջ։ Դուք կարծում եք, որևէ մեկը լուրջ մտածում է, թե սենց Արարատ սարի վրա մենք աչք ունենք, մեզ համար դա սիմվոլ է։ Հիմա ինչ անում է այդ տեսանկյունից Արարատը չի արագացնի եւ այլ, դա ինքը անում է ոչ թե Թուրքիայի համար, ինքը անում է հենց մեզ, մեր ներսում, մեր ազգային սիմվոլները, մեր ինքնության մաս կազմող պատկերացումները մեզ, մեր պատկերացումները մեր մասին, ինքը դա է քանդում։ Եվ մենք ցեղասպանության հարցը ոչ միայն sense էմոցիոնալ անկյան տակ ենք դիտում։ Ես կոնկրետ այդ հարցը դիտում եմ մեր անվտանգությունը ամրացնող որոշակի կոմպոնենտ որպես։ Այսօր մտածել, թե եվրոպացի կարող է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծել, միամտություն է կամ մանկամտություն է։ Հա Մակրոնը ինչ որ մի սիրուն հայտարարություն կանի, մենք կուրախանանք, Հայաստանի վարչապետին մի հատ վարչապետի հետ կգրկա խառնվի, ինքը սիրում է գրկա խառնվել ընդհանրապես, դրանով ամեն ինչ ավարտվում է։